Ֆիրդուսի, Շահնամե, Զալ և Ռուդաբե, Սամը խրատում է որդուն և թոռանը։ Մեհր ամսում մազանդարան գնաց Սամը բանակով, նրան Զալը և Ռոստամը ճամփա արցունքով։ Ու Զաբուլի զորավարը Զալին ասաց. Իմ զավակ, ինձնից հետո երկիրը քո ղեկավարիր համարձակ, ինչ էլ անես, արդարացի ու բարեսիրտ եղիր դու, մի կուտակի հարստություն, այլ սովորիր գիտություն, հոգով սրտով նվիրիր քեզ շահնշահին մեծափառք, և քո գլխին նա կդնի զորավարի սաղավարտ։ Վատ արարքներ թույլ չտաս քեզ հանդեսում թե խնջույքում, բայց գանձատան բանալին միշտ ազատ պահիր քո ձեռքում։ Բարի եղիր, հոգով, սրտով, ինչպես դեմքդ է ցույց տալիս, հոր խրատից իր հարազատ որդուն վնաս չի գալիս։ Ծերությունը շուտով պիտի ինձ ուղարկի պաղ շիրիմ, լավ օրերի հույս չունեմ ես, վերջացել է կյանքն իմ։ Ապա գրկեց զավակներին ու ջերմորեն համբուրեց, ավանդական սովորությամբ նա Աստծուն գովերգեց։ Շքայերթի պահին հնչեց հնդկական փող ու թմբուկ, Նարիմանի խիզախ որդին նորից գնաց արևմուտք։ Նրա շիտակ խրատները ընդունեցին սրտացավ, թոռ որդի հեկեկացին, երբ որ Սամը հեռացավ։ Երբ սիեստան մեկնեց Սամը, փահլևանը Իրանի, Գոլեստանում մնաց Զալը և Ռոստամը անվանի։ Արքունիքում հայր ու որդի առավոտի ցիրիկուն կոնծում էին վարդագինի ու վայելում հանգիստ քուն։